Առավոտյան կենդանաբանական այգին աստիճանաբար լցվում է այցելուներով։ Մինչ փոքրերն ու մեծերը շտապում են տեսնել իրենց սիրելի կենդանիներին, այգու բնակիչների օրը վաղուց է սկսվել։ Այստեղ յուրաքանչյուր կենդանի ունի իր ռեժիմը, սննդակարգն ու խնամողը, որը նրանց կողքին է տարվա բոլոր եղանակներին։ Արդեն 27 տարի այգում աշխատող տիկին Ալան համոզված է, որ իր խնամքի տակ գտնվող Թայֆունը հասկանում է իրեն, իսկ այցելուների համար գետաձին ամենասիրված կենդանիներից մեկն է։ Այցելուները շատ են սիրում բեգեմոտին, գետաձին շատ են սիրում։ Նու ուզում են, որ անդադ մեկը ուզում է, որ ջրի մեջ տեսնի, մեկը ուզում է, որ ցամաքում տեսնի, ու հետաքրքիր է այցելուների համար։ Ես շատ եմ լսել այցելուներից, որ գալիս են, ասում են մենք գետաձինում շատ ենք սիրում։ Նախ ասեմ, որ ինքը ծնվել է իմ ծննդյան օրը, գետաձին, իր անունը Թայֆուն է, ինքը ծնվել է իմ ծննդյան օրը։ Մենք միասին համարյա միասին նշում ենք, միշտ ուրախ է անցնում մեր համար։ Նու ասենք հիմնականում ինքը բարի է, խելացի, ասենք ինքը լսում է, ինքը հասկանում է արդեն, ինքը սպասում է, որ իրան կերակրեն, ինքը ջրի մեջ է լինում, երբ որ ես իրան կերակրում եմ, ինքը ջրի մեջ է լինում, ինքը սպասում է, մինչև ես կերը լցնում եմ դուրս եմ գալի, նոր ինքը ջրից դուրս է գալի։ Փոքրուց պահել ենք, մեծացրել ենք, ինքը մեզ մոտ է ծնվել, իր ծնողները վաղ մահացել են, փոքրուց մենք իրան պահել ենք, մեծացրել ենք, ինձ ավելի շատ է լսում, ավելի շատ է ուշադրություն դարձնում, քան ասենք իմ փոխարինողը։ Թայֆունի եւ նրա խնամողի պատմությունը կենդանաբանական այգու բազմաթիվ պատմություններից մեկն է։ Սակայն այսօր կենդանաբանական այգին վաղուց պարզապես կենդանիների ցուցադրման վայր չէ։ Այգու առաքելությունը շատ ավելի լայն է, սկսած բնապահպանական կրթությունից մինչև մարդկանց եւ կենդանական աշխարհի միջև պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը։ Ժամանակակից աշխարհում կենդանաբանական այգիների դերի եւ նշանակության մասին ենք զրուցել այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի հետ։ Կենդանաբանական այգիների ընդհանրապես մոտեցումները շատ խիստ փոփոխությունների են ենթարկվել վերջին եւ 20-րդ դարի վերջում եւ 21-րդ դարում, մոտեցումները կենդանաբանական այգիների, դրանց դերը, կատարած ֆունկցիաները հասարակության մեջ բնապահպանության բնագավառում կտրականապես փոխվել են, այսինքն այդ գազանանոց շակերտների մեջ ձևակերպումը շատ վաղուց հնացել է եւ կենդանաբանական այգիները ներկայումս կատարում են գիտակրթական, բնապահպանական, կենդանապահպանական գործառույթներ, դրանք կենդանիների պահպանության օջախներ են եւ այստեղ կատարում են գիտական աշխատանքներ, այսինքն կենդանաբանական այգիները շատ ավելի մեծ գործառույթներ ունեն, քան ունեցել են նախկինում։ Ըստ դրա կենդանաբանական այգիներին մոտեցման ձևն էլ է փոխվել եւ արտաքին եւ նրանց ներկայացվող պահանջները այստեղ դրա համար կոնցեպտը քանի որ փոխվել է, մոտեցումը փոխվել է նաեւ կենդանաբանական այգիների բուն աշխատանքի գործառույթներ, արտաքին տեսքներ։ Այսինքն, եթե նախկինում կենդանաբանական այգիները այնպիսի վայրեր էին, որտեղ ժողովուրդը գալիս էր, որպեսզի տեսներ ինչ-որ կենդանիների վանդակների մեջ զարմանար եւ թողներ գնալ, ապա այժմ այդպիսի մոտեցում չկա։ Մոտեցումը հետեւյալն է, որ կենդանաբանական այգիներում կենդանիների պահման պայմանները պետք է հնարավորինս մոտեցնել բնական պայմաններին, բնականաբար մենք չենք կարող տրամադրել նույնպիսի պայմաններ, ինչպես բնության մեջ է, չափերի սահմանափակության պատճառով, բայց կենդանիների բարեվարկության կենսապայմանների բարելավման պայմանները դրանք միանշանակ առաջնահերթ են։ Այստեղից ելնելով փոխվել է նաև կենդանաբանական այգու տեսքը, մոտեցումը, կենդանիների վանդակներ փոխարինվում են ազատավանդակներով, այսինքն մեծ տարածքներ են, որտեղ կենդանիները հնարավորություն ունեն ապրելու խմբերով, շփվելու միմյանց հետ, որոշակի բնական վարքագիծ դրսևորելու եւ այլն եւ այլն։ Կան նաև բնապահպանական ծրագրեր բազմաթիվ, նամանավանդ այն կենդանիներ, որոնք որ գտնվում են անհետացման եզրին, այդտեղ հատուկ պահպանության ծրագրեր են, բազմացման ծրագրեր են, եթե դրա կարիքը կա, նաև հետ բնություն վերադարձնելու։ Ասլանյանի խոսքով, չնայած վերջին տարիներին կենդանաբանական այգում իրականացված բազմաթիվ աշխատանքներին, դեռևս կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Կենդանաբանական այգիները դրանք կենդանի օրգանիզմներ են, իրենք չեն կարող հասնել որոշակի դիրքի, կարգավիճակի ու դրանից հետո կանգ առնել։ Միշտ զարգացում ընթանում է, մենք դեռևս չենք կարողացել ազատվել այդ բոլոր հին
վանդակներից, բոլոր շինություններից, ենթակառուցվածքներից բազմաթիվ հատվածներում դեռ մնում են հին ենթակառուցվածքները, որոշ հատվածներում վանդակները։ Մենք աշխատում ենք հնարավորինս արագ անցնենք այդ վերակառուցման փուլով, բայց դե բոլորս հասկանում ենք, որ դա պահանջում է եւ ժամանակ, եւ ֆինանսական միջոցներ, եւ դա կատարվում է որոշակի փուլերով, բավականին արագ, փոքր վանդակներում փոխվում է ոչ միայն կենդանու ապրելակերպի որակները, այսինքն կերակրման, չգիտեմ, սանիտարական, հիգիենիկ եւ այլն, այլ փոխվում է նաեւ կենդանիների հոգեբանությունը, դա 1000-ամյակ առաջ դա անհասկանալի տերմին կլիներ, եթե ես այն ժամանակ օգտագործեի կենդանիների հոգեբանություն, սակայն ներկայումս դա միանշանակ է, արդեն կասկածի տեղիք չկա, կենդանիները ունեն նույնքան բարդ հոգեբանական վարքագիծ, էմոցիոնալ վարքագիծ, ոնց որ եւ մարդիկ դրա համար իրենց համար շատ կարեւոր է, որպեսզի պահման պայմանները համապատասխանեն իրենց պահանջներին, աշխատում ենք, որպեսզի կենդանիները հիմնականում լինեն խմբային, այս դեպքում կա փոխհարաբերություններ խմբի անդամների միջև, նաև որոշ բացառություններ կա, օրինակ փիղը դեռ չենք կարողանում այդ փղի համար ապահովենք խմբակային պահման պայմանները, այստեղ տեխնիկական, այսինքն մեծ ազատավանդակ է պահանջում, բայց մենք այդ իրականացման ընթացքում ենք, այսինքն ազատավանդակի մեծացնել, որպեսզի փղին նույնպես կարողանանք, ինչի հատուկ նշեցի, որովհետև այս փղի թեման բավականին հաճախ բարձրաձայնվում է, եւ մենք էլ ենք բարձրաձայնում, այնպես որ այս հարցն լուծման ընթացքում է, փուլային լուծում է։ Կենդանաբանական այգին այսօր պարզապես զբոսանքի վայր չէ։ Այն հիշեցնում է, որ մարդն ու կենդանական աշխարհը փոխկապակցված են։ Շատ կենդանիներ իրենց բնական միջավայրից հեռու են հայտնվել հենց մարդկային գործունեության հետևանքով։ Եվ այդ պայմաններում նրանց հանդեպ հոգատարությունն ու արժանապատիվ պայմանների ապահովումը դառնում է նաև մարդու պատասխանատվությունը։ Իսկ բնության հանդեպ սերը հաճախ սկսվում է հենց այսպիսի հանդիպումներից՝ կենդանուն ճանաչելու, հասկանալու եւ նրա նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելուց։